Ժորժան 2020 թվից ով ա լսել, որ Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը կամ Փաշինյանը կամ Նիկոլը միջանցք ա խոստացել, ընդդիմության կողմից ով ա լսել այդպիսի հայտարարություններ, ձեր բարձրացրեք, ով լսել, բոլորդ էլ լսել եք, մի կաշկանդվեք, այսինքն չէ էական չի, հաշվեք առել թե չէ, ընդ որում ես համաձայն չեմ այդ բանի, այդ տրամաբանությանը, որ հաշվի չառնելու խնդիր չկա, հնչելա 20 թվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո անընդհատ հնչելա, որ միջանցք։ Ուրեմն ու մենք անընդհատ ասել ենք ընդդիմությանը, ասել ենք լսեք, մենք անընդհատ հերքել ենք ու ասել ենք, որ մի ասեք անհեթեթ բաներ, ոչ միայն այն պատճառով, որ դուք դրանով մեզ խփում եք կամ չեք խփում, մեզ խփում եք ինչ, մենք դա հերքում ենք, դա անցնում գնում է, բայց դուք դա դարձնում եք օրակարգի հարց, բայց ես հիմա ուզում եմ ամփոփում անեմ եւ վերադառնամ, երեք Երևանում նախաստորագրվեց TRIP նախագծի իրագործման շրջանակային համաձայնագիրը, որտեղ հստակ արձանագրվում է, որ ծրագիրը իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքը նույնպես արձանագրված է եւ միջանցքի թեման մեկ եւ ընդմիշտ փակվեց, այսինքն այլևս նույնիսկ տեսականորեն այդ թեման գոյություն ունենալ չի կարող եւ միջանցքի թեման հավետ այլևս փակված է, բայց ես ուրիշ բանի համար եմ ասում, ինչքան ընդդիմությունը այդ թելը թելում էր, այնքան ավելի մեզ համար դժվար էր դառնում եւ այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ այդ թեմաները բերելով նրանք լրտեսական գործունեություն են ծավալում, լրտեսական գործունեություն օտար շահերը բերելով դնելով Հայաստանի ներքաղաքական կյանք եւ ինչ ճակատագրի արժանացել է միջանցքի թեման, իսկ դա իսկապես շատ մեծ եւ պատմական իրադարձություն է, ոչ թե միջանցքի թեման փակվելու պատճառով, որտեղ այդպես թեմա չի եղել, այլ այն պատճառով, որ այսպիսով մենք հաղթահարում ենք շրջափակումը Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ սա մեծ առիթ է բոլորիս համար։ Բայց երեք ես քարոզարշավը մի կես ժամ ավելի շուտ ավարտվեց, գնացի տուն, կեցավայր, թե եմ խմում, YouTube-ով ինչ-որ բաներ եմ նայում, ինչ-որ բան եմ, որ տենց բան, էլի կապ չունեցող քաղաքականության գործի հետ, որ մի կես ժամ կտրվեմ։ Մեկ է հիմա դե գիտեք, YouTube-ի մոնետիզացիան բացվել է Հայաստանում, գովազդներ ա բերում։ Մեկ էլ գովազդ ա բերում։ Մի կին հայկական գովազդ ա, երեխու հետ գնում ա մտնում ա մանկապարտեզ, ասում ա, երեխուն բերել եմ ընդունել մանկապարտեզ, դպրոց տնօրենն է ժպտալով ասում ա, դե գիտեք ինչ ասում ա, Սաֆարով երեխեքին ընդունել ենք, դե գիտեք իրանք էլ 2 երեխա չեն, 4 երեխա, 5 երեխա, ձեր երեխուն չեն կարող ընդունենք։ Եվ իմաստն է նա, որ եթե ընտրեք բանին, ԿՊ-ին 300,000 ադրբեջանցի է վերադառնալ, զանգում է ասում է, «Էսո է այս տարածում»։ Բացվում է կալուգացի օլիգարխն է տարածում, միլիոններ են ծախսում, բառից բուն իմաստով միլիոններ։ Իմ առաջին ռեակցիան այն էր, եւ գողթում էլ առաջին ռեակցիայով առաջնորդեցի, որ սենց բանանով պետք է խելագար լինի, ծալը պակաս կլինի։ Բայց հիմա ես համոզված եմ, նաեւ հաշվի առնելով արտահոսած տեղեկությունները, նրանք խելագար չեն, նրանք լրտես են,
որ եկել են Հայաստանի պետությունը եւ պետականությունը ծնկի բերելու, նրանք եկել են մեզ անկախությունից զրկելու, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ի վերջո խաղաղություն եւ անկախություն է ձեռք բերել, Հայաստանի Հանրապետությունը դարձել է պատերազմի փակուղուց, դարձել է խաղաղության խաչմերուկ, նրանք էլի ուզում են Հայաստանի Հանրապետությունը դարձնեն կոնֆլիկտի տուպիկ, որտեղ կոնֆլիկտի տուպիկն է այնտեղը, որտեղ իրանք կարան իրանց լավը զգան, որովհետև իրանք այսօր իրանց Հայաստանում լավ չեն զգում, գիտեք ինչի, որովհետև նրանցից մեկը ասում էր ես եմ միակ տղամարդը, նրանցից մեկը ասում էր ես հզոր եմ, ամենակարող եմ, նրանցից մեկը ասում էր ես ուժեղ եմ, հիմա իրանք առերեսվում են այն իրականության մեջ, որ իրանք ոչ հզոր են, ոչ միակ տղամարդ են, ոչ էլ ուժեղ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից հետո մի սուբյեկտ կա, որ կարող ասի ես հզոր եմ, ես ուժեղ եմ եւ ես որոշող եմ։ Եվ այդ սուբյեկտը գիտեք ով է, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Դուք եք հզորը, դուք եք հզորը։ Տարիներ առաջ իրանք կարային որոշեն իրանք բան անեին, որ իրանք կարան մարդկանց ճակատագրեր որոշեն, կարան որոշեն ով բիզնես անի, ով չանի, ով ավտո քշի, ով չքշի, ով ինչ ավտո քշի, ով ինչ ավտո չքշի, ով ինչ կարա ասի, ով ինչ չի կարա ասի, երբեմն ով կարա ապրի, ով չի կարա ապրի, իրանք մարդկանց ճակատագրեր էին որոշում, բայց այսօր նրանք խեղճացել դարել են կուրկուրի ձակ, որովհետև այսօր ոչ թե իրանք են ձեր ճակատագիրը որոշում, այլ դուք եք որոշում իրան ճակատագիրը։ Եվ ես ձեզ առաջարկ ունեմ, իրան ճակատագիրը որոշել հետևյալ տրամաբանության մեջ, որ ի վերջո եւ այստեղ ժողովրդի ձայնը շատ կարեւոր է, որովհետեւ մեր դատաիրավական համակարգը, որի մեջ ցավոք միջև այսօր մենք միջև վերջ չեն կարողացել, այդ թվում են պատճառով, որ սահմանադրական համակարգերը այդ թվում մաֆիայի համար են գրված եղել եւ մեզ շատ 8 տարի մենք մաֆիայի դեմ պայքարում ենք, բայց այնպես չի որ անհաջող 2018 թվականի մայիսի 8-ին ես վարչապետ եմ ընտրվել, մայիսի 9-ից ես ամենօրյա պայքար եմ տանում մաֆիայի բազմագլուխ մաֆիայի հետ եւ այդ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք հասել այս կետին, որ մնացել է նրանց վերջին 3 գլուխները եւ այդ վերջին 3 գլուխները եթե դուք այդ մանդատը տաք ինձ, ես ձեզ խոստանում եմ ամենավճռական եւ արմատական կերպով արմատախիլ անել եւ այդ 3 մաֆիոզները պետք է նստեն բանտում ոչ միայն որպես մարդասպան ոչ միայն որպես հոսանքի գող, ոչ միայն որպես Հայաստանի ունեցվածքը թալանած, այլև որպես լրտեսներ, նրանք տասնամյակ պետք է անցկացնեն Հայաստանի Հանրապետության բանտերում, տվեք ինձ այդ մանդատը եւ ես շատ արագ ձեր անունից կիրագործեմ այդ ամեն ինչը։ Ինչ 300,000 ադրբեջանցու թեմա, ով է հորինել այդ թեման, ով է ստեղծել, մենք փակել ենք 2024 թվականին էր դեռ անվերադարձ փակել այդ թեման եւ այդ թեման փակելու արդյունքա եւ հետևանքա եւ խաղաղության արդյունքա այդ թեմայի փակելը նրանք այսօր եկել են ուզում են բացեն որովհետեւ Ադրբեջանն էլա չէ այսօր հետևում ասում են ոնց փաստորեն նրանք բան են անում գովազդում են այս թեման գովազդում են տեղ են բացում այդ թեմայի համար ընդ որում իրանք այդ թեմայի համար տեղ բացում են Ղարաբաղ վերադարձի թեման բանանելով առաջ մղելով որովհետև դրանք փող կապակցված կարևոր այդ կանալը բացելն է
Եվ նրանք իրականում չեն էլ թողում, որ Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանում տնավորվի, որովհետև հարցը տնավորվելու համար մենակ տուն ունենալը բավարար չի, մարդը պետք է մտքով խաղաղություն ունենա, ներքին որոշում ունենա, որ ինքը Հայաստանի Հանրապետությունը սերունդ ապրում։ Եվ մենք ասում ենք, որ գաղթականի եւ պանդուխտի հոգեբանությունից մենք պետքա դուրս գանք։ Այդ գաղթականի եւ պանդուխտի հոգեբանությունն է, որ մեզ անընդհատ ստիպել է, որ մենք մեր հայրենիքից հեռանանք ուրիշների համար տեղ բացելով մեր հայրենիքում։ Մենք այնց այդ երրագլուխը այնց արել է, որ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ապրելու տեղ չլինի, հասկանում եք, ապրելու տեղ չլինի։ Միլիոնից ավել մարդ արտագաղթել է Հայաստանի Հանրապետությունից։ Եվ մենք այսօր 2025 թիվը առաջին տարին է, որ Հայաստանի Հանրապետություն վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվից։ Արտագաղթը դադարել է, ժողովուրդ ջան, ներգաղթը սկսել։ Մենք դարձել ենք եւ ամեն օրվա հետ դառնում ենք ավելի պետություն։ Մենք դառնում ենք ավելի անկախ։ Մենք դառնում ենք ավելի զարգացած։ Հայաստանի Հանրապետությունը իր ստեղծման օրից բոլոր ղեկավարները դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլ ընտրանք, ժողովուրդը չունենա այլ ընտրանք։ Այսօր ես ուրախ եւ հպարտ եմ, որ մեր գործունեության, իմ գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունի այլընտրանք եւ ունենալու է այլընտրանք ամեն հարցում։ Ճանապարհի հարցում դուք ունենալու եք այլընտրանքներ, արտաքին հարաբերությունների հարցում ունենալու եք այլընտրանքներ, իսկ չունենալ այլընտրանք գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է լինել թակարդում, որովհետեւ եթե դու տարբերակ չունես, միայն մի տարբերակ ունես, ուրեմն դու թակարդում ես, դու գնալու տեղ չունես։ Մեր գործունեության արդյունքում մենք մեր ժողովրդի եւ պետության համար բացել ենք նոր ճանապարհներ, նոր տարբերակներ, նոր հնարավորություններ։ Եվ միջայլոց, սա դուր չի գալիս մեր որոշ հարգելի գործընկերների, բայց ես իրանց միշտ ասել եմ, մանավանդ այն տրամաբանության մեջ, երբ որ ընդհանուր Բելարուսիայի նախագահը հրապարակային հայտարարում ասում է, դե հայերը ում են պետք հայերը։ Հայերը ու ինձ ասում են, բանա, արժանապատիվ, բա դուք այդ հայտարարությանը որևէ կերպ արձագանքել եք։ Չեն արձագանքել, գիտեք ինչի, որովհետև իրանք համարյանքել են համարում, որ հայերը ոչ մեկի պետք չեն, Հայաստանը ոչ մեկի, այդ իրանք լռությունը համաձայնության նշան է։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք։ Պետք է ունենա այլընտրանք լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու, ժողովուրդ։ Այդ ես չեմ որոշելու։ Այդ հզորն է որոշելու։ Հզորը ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը։ Այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու։ Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ եւ դուք ունեք այլընտրանքներ։ Եվ ես ուզում եմ ասել, այն մեր գործընկերները, ովքեր սրան սպառնալիքով են պատասխանում թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում, որովհետև իրանք ընդհակառակը պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն այ մենք էս լավ բանը կանենք, էս լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք, էս վատ բանը կանենք։ Լսեք, անտրամաբանականը եւ էտել ուրիշ բան է, ուրիշ տրամաբանություն, անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետեւ թանկ գնով սպառնալիքին կա պատասխան։ Մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք։ Եվ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր ալնելու, Հայաստանը միլիարդների եւ տրիլիոնների երկիր։ Մենք այլևս ենք կուչեկած։ Մենք այլևս ենք կուչեկած
պլեջին կակա ասող պետությունը եւ ժողովուրդը չենք։ Մենք այսօր մի պետություն ենք, որը ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը։ Մենք այսօր այն երկիրն ենք, որը ռազմարդյունաբերական համալիր ունենք եւ զարգացած երկրներին զենք ենք վաճառում, ոչ թե չզարգացած, այլ զարգացած երկրներին։ Մենք այն երկիրը չենք, որ պարադա անում, զորահանդես անում, իրար կպցրած, նի կոնդիցիոն, նի կանսերվի կոկոշներով, վաղը եկեք Հանրապետության հրապարակ եւ տեսեք ինչ պետություն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք չենք պատրաստվում պատերազմի։ Չենք պատրաստվում պատերազմի, որովհետև մենք պատրաստվում ենք խաղաղության։ Եվ դուք եք մեզ ասեք 21 թվին։ Այո, մենք 21 թվին եկել ենք նախընտրական ծրագրով, Շուշիի դեօկուպացիա, չգիտեմ ինչ ծովից Հայաստան, ես իմ ինչ։ Սնուցող մայրերը իրանց խոհանոցում, ճաշեպելը կիսատ թողել են, եկել են մեր հավաքներին։ Եվ ինձ բռնել են, ականջիս ասել են խաղաղություն։ Դուրս արի այդ բաներից խաղաղություն, նայ իրականությանը եւ ես այսօր Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերին, մեր տատիկներին զեկուցում եմ։ Ես արել եմ ձեր ասածը։ Մենք ունենք պետություն, մենք ունենք խաղաղություն, մենք ոչ միայն ունենք ապագա, այլև ապագան այսօր է, հիմա է, այստեղ է ապագան, եւ մեզնից ուզում են խլել մեր ապագան, թույլ չտաք, որ մեր ապագան խլեն մեզանից։ Եվ այսօր ընտրությունների լուծվում է մի հարց կամ հարցերի մի խումբ։ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը, թե չէ, որովհետև խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել պետությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել ապագային։ Եվ այս է պատճառը, ես այդ պատկերին շատ է դուր գալիս, մեր խաղաղությունը 9 ամսական է, 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել սահման, 91 թվից ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել, այսինքն 25 թիվը առաջին օրացուցային տարին է, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2 տարի արդեն մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ դա այն ամեն ինչի արդյունքում, որ ես 2021 թվականի ընտրություններից հետո գերկենտրոնացած եմ եղել, գերկենտրոնացած այն պատգամի վրա, որ մեզ տվել են, որ ինձ անձամբ տվել են, մեր մայրերը, մեր տատիկները, մեր պապիկներն էլ նրանց թիկունքին, հայրերը եւ պապիկները նրանց թիկունքին լուր կանգնած են եղել եւ այդ լռությամբ ուժեղացրել են այդ ուղերձը։ Եվ այսօր մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որի նկատմամբ եթե հոգ չտանենք, չխնամենք, չի ապրի այդ խաղաղությունը ժողովուրդ, չի ապրելու։ Եվ խաղաղության նկատմամբ հոգ տանելու համար շատ ուղիղ եւ հստակ ասում եմ մի բան, պետք է գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Ընտրությունները 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին։ Որտեղ այդ քվեարկությունը նշանակում է, որ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք,
ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, բայց գիտեք ինչ, այս դեպքում էլ այդ տեր ենքը պետքա փոխել, տենց ասում ենք տեր ենք, բայց ինան պետքա բաղդատել, պետքա յուրաքանչյուր քաղաքացի ասի, որովհետև էդ էլ կա, որ միշտ մենք խոսում ենք ենքի տակ, շատերի տակ, ժողովրդի տակ, մենք անդադ խոսում ենք ուրիշներից, մեզնից հեռու, հա մենք եկանք, բայց կարանք կենտրոնում կանգնածելնենք, կարանք եզրին կանգնածելնենք, կարանք ընդհանրապես կարևոր գործ ունենանք այդ պահին գնանք այդ գործերով, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է արձանագրի եւ առերեսվի մի բան, մի փաստի հետ, որ պետության, անկախության, ապագայի, խաղաղության ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 երեխեք ասցի դուք չեք, որովհետեւ դուք չեք մասնակցում քվեարկությանը, երբ որ 18 տարեկան կդառնաք, այն ժամանակ արդեն, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը ես ուզում եմ իրա ձեռը տենամ բարձրացրած, ով է, եւ ահա այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գառնին, Կոտայքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ։ 2-3 հայտարարություն, դե վաղը մայիսի 28-ն է, հույս ունեմ կգաք ձեր աչքերով տեսնելու, որովհետև զորահանդեսը սպառազինությունը Հանրապետության հրապարակից դուրս է գալու, բայց չի հեռանալու, մնալու է Տիգրան Մեծ պողոտայում, էդ էլ ասեմ ինչ հետ է կապված, նախորդ ամիս էր երբ է, չեմ էլ հիշում արդեն, Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների հետ շփման ընթացքում, երբ որ խոսք գնաց, մեկ է մի քաղաքացու ասացի, դե զորահանդես առնելու կգաք կտեսնեք, մեկ էլ ինձ համար շատ անսպասելի բան ասեց, հա լավ է, գիտեմ ինչ եք անելու, ասեցի ինչ ենք անելու, այս ասեց ինչքան մուլյաժ մակ էդ կա բերելու եք ստից մտից ներկեք նկարեք, դեմներովս վազացնելով անցկացնեք, հիմա չիմանանք էլ ինչա, շատ ծանր տարա այդ խոսակցությունը, մտածելով լուծումը գտա, որ սպառազինությունը սովորաբար դե շքերթներով գալիս անցնում գնում է, այս անգամ միջև կես գիշեր մնալու է Տիգրան Մեծ պողոտայից, բացի 3 անօթաչու թռչող սարքերից, որոնք հրապարակում են մնալու, որովհետև այնքան մեծաթևերի բացվածքը չենք կարող մտցնել Տիգրան Մեծ պողոտա։ Եվ ինչի համար եմ սա անում, որ մարդը մի հատ հեռուստատեսությամբ կամ ընդեղ հեռվից հրապարակում այնուամենայնիվ դիստանցիա կա, տեսնի, մի հատ էլ գնա ընդեղ նորից տեսնի համոզի, մի հատ էլ որ գնա հետ տուն իրանց բիսեդկում ասեն, արայելի խապվել ես, չես հասկացել, որ խապել են, մի հատ հետ գա երրորդ անգամ, մի հատ նորից տեսնի, մի հատ էլ գնա քնելուց առաջ մտածի, ասի հն կարող այնուամենայնիվ խապեցին, մի հատ էլ գա կես գիշերի մոտիկ տեսնի, գնա հանգիստ քնի, ինքը քնի նոր դրանից հետո մենք այդ սպառազինությունը այդտեղից կտանենք։ Եկեք եւ տեսեք ձեր
Հայաստանի Հանրապետության նոր բանակը, ձեր նոր բանակը։ Երկրորդը, Կոտայքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Աբովյան քաղաքում քաղաքապետարանի հարակից հրապարակում։ Բոլորիդ հրավիրում եմ, ավելի ճիշտ մի մարդու եմ հրավիրում, մի մարդու, ընդամենը մի մարդու, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, մի մարդու եմ հրավիրում եւ ինձ համար մեծ պատիվ կլինի մեկ մարդուն տեսնել այսօր երեկոյան հավաքին, ելույթներ կհնչեն, ես էլ ելույթ կունենամ, բայց նաև կնվագեմ ձեզ համար վարչաբենդի կազմում։ Եվ երրորդ հայտարարությունը, երեխեք ջան, մեզ պետք է քարտեզ նվիրելու եւ նկարվելու process-ը հնարավորինս արագ կազմակերպել, որովհետեւ մենք ժամանակի խնդիր ունենք։